Հայկական խոհանոցում առկա է ապուրների բազմազանություն։ Ավանդական քրճիկը հայտնի է որպես թթուկ աղամբից պատրաստվող համեղ ապուր, որը տարածված է Հայաստանի լեռնային շրջաններում։ Ոմանք ասում են, թե քրճիկը ուկրաինական բորշի կամ ռուսական սալյանկայի ազգականն է։ Համայնով կարծում եմ տարբեր են, բաղադրատոմսերով գուցե նման։ Հարց. ով է ումից փոխառել՝ ռուսները ուկրաինացիներից, թե երկուսը հայերից, ինչ եք կարծում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Չմոռանաք նշել նաև երկիրը, որտեղ բնակվում եք, եւ արդյոք ձեր սննդակարգում քրճիկը անփոխարինելի մաս է կազմում։ Սիրված այս ուտեստի անվանումը առաջացել է քուրջ բառից, ինչը որոշ աղբյուրների համաձայն նշանակում է ժայռ, իսկ այլ աղբյուրների հավաստմամբ ցնցոտի։ Այդ իսկ պատճառով քրճիկը համարվել է հասարակ, գեղեցկական, անգամ նաև աղքատի ճաշ, ընդ որում քրճիկի արմատները շատ խորն են։ Բայազետի գավառի Արցախ գյուղի տեղաբնիկները 1828-30 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով տեղահան են եղել եւ ամբողջ գյուղով գաղթել են Արևելյան Հայաստան ու հիմնել են Թաչարուղ, Չբխլու եւ Ղարաջորան գյուղերը, ժամանակակից Մեղրաձոր, Ծովագյուղ եւ Արագյուղ գյուղերը։ Եվ բնականաբար իրենց հետ բերել են իրենց սովորույթները, իրենց ավանդույթները, այդ թվում նաեւ խոհանոցային ավանդույթները, որ բնականաբար ավելի կենսունակ է եւ ավելի պահանջված էր, որովհետեւ մարդը ամեն օր սնվելու կարիք ունի եւ ամեն օր առնչվում է սննդի հետ։ Այսպես պահպանված կերակրատեսակը վռիկն է ու քրճիկը, որ մինչև հիմա բնակիչները պատրաստում են եւ ուտում են մեծ սիրով, որովհետեւ դրանք ինչքան էլ հասարակ գեղեցկական կերակուրներ են, բայց դրանք նաև ունեն առողջարարական նշանակություն, մանավանդ մեր ժամանակակից բազմատար ուտեստների մեջ։ Ամենատարածված պաշտոնական բաղադրատոմսում նշվում է, որ քրճիկը թթուկ աղամբից պատրաստվող ապուր է, որը տարածված է եղել Հայաստանի լեռնային շրջաններում։ Սա վկայում է այն մասին, որ ուտեստը պատմականորեն կարող էր տարածված լինել բարձր լեռնային գոտիներում, որտեղ ձմռան ամիսներին դժվար էր թարմ բանջարեղեն գտնել, իսկ թթու դրած աղամբի պաշարը համարվում էր պահպանման սովորական միջոց։ Քրճիկ կերակրատեսակը ավանդական կերակրատեսակ է, շատ ազգային խորքային այդպես բան չունի, աղամբի տեղայնացման հետ է կապված, բայց երևույթը մեր թթվապուրների խմբին դա հնագույն է, մախող ապուրներն են մեր թթվապուրների տարատեսակները, այն ապուրներն են դրանք, որոնք պատրաստվում են թթու միջավայրում եւ կա տարբերակ հոնի, ջրի համադրությամբ, մսային կերակրատեսակ, մսային մախոխներ կա, նաեւ մախոխի տարբերակ, որ խմորի եւ ձավարի հետ է պատրաստվում, մի քանի օր դնում է խմորը թթվում է, այդ խմորից գնդիկներ եւ այլ նորից թթու միջավայրում պատրաստվում է։ Հետազոտությունների համաձայն բանջարեղենի թթվածումը, այդ թվում կաղամբի, հնագույն հասարակությունների շատ ավանդական տեխնիկա է, հատկապես ցուրտ շրջաններում։ Հայաստանի լեռնային շրջաններում բանջարեղենի պաշարման եւ պահպանման այս պրակտիկան ձմռան համար ձևավորվել է դարեր առաջ, հետեւաբար քրճիկը համարվում է հնագույն հայկական գյուղական ուտեստ։ Որպես թթվապուրների մի տարատեսակ քրճիկը տարածված է եղել եւ կա տարածված մեր շատ մարզերում Հայաստանի արևմտահայոց խոհանոցին ծանոթ չի դա։ Ես կարծում եմ, որ էլի նորից կաղամբի, այդ բորշի եւ կիրառման արդյունքում է դա տարածվել եւ կարելի է համարել ավանդական, ոչ ազգային, շատ խորքային։ Անուշահամ այս ուտեստը հատկապես կարևոր էր ձմռանը։ Ճաշը պատրաստվում էր մառաններում կամ նկուղներում պահված սննդամթերքից։ Տոնական այս ուտեստը անվանել դժվար է, սա գյուղական կյանքի առօրյա կերակուրներից է։ Ինչպես էին մերոնք պատրաստում քրճիկ, նախ կտրատում են թթուկ աղամբը, ոմանք նախընտրում են ավելացնել նաև մալականի թթուկ աղամբ։ Մանր կտրատվում է կարտոֆիլը, ապա սոխը սոխառած պատրաստելու համար։ Թարմ կանաչին յուրահատուկ համ է հաղորդում ուտեստին, այն ևս մանր կտրատվում է։
սոխը տապակվում է բուսական յուղով, ապա ավելացվում լոլիկ պղպեղի մածուկ, համեմունքներ եւ մի քանի րոպե համեմվում միասին։ Անուշաբույր այս զանգվածին ավելացվում է կարտոֆիլ, ջուր եւ բլղուր, ապա թթու կաղամբ։ Խառնում են, ապա ավելացնում աղնու պղպեղն ըստ ճաշակի եւ նախապես կտրատած կանաչին։ Եփում մինչեւ բաղադրիչների համերը միանան, ապուրը մատուցվում է տաք։ Քրչիկի բաղադրատոմսը նույնպես պահպանվել է նույնությամբ, ոնց որ եղել է արծափում, եւ ամենակարևորը, որ իր ծիսական նշանակությունն է պահպանվել, անպայման մեծ պահքի վերջին շաբաթվա, ավագ շաբաթվա ուրբաթ օրը գյուղում գրեթե բոլորի տներում եփվում է, մինչև հիմա էլ բոլորի տներում եփվում է քրչիկը։ Եվ այդ 7 գթալ բաժին հանելը տարբեր տեսակի զեռուններին պահպանվում է որպես թթու ճաշ, բաժին են հանում, այսինքն եթե տարվա ընթացքում տեսել են որևէ անկյունից օձ է դուրս գալիս, օձին են մի գթալ, հենց այդ անկյունում են լցնում կաչաղակին, մողեսներին, արտավիրող զեռուններին, մրջուներին եւ այլն, որ կարող է սերմացու գողանային մկներին, այսինքն վնասատու միջատներին եւ կենդանիներին բաժին էին հանում 7 գթալ։ Եթե համեմատենք հայկական ավանդական քրճիկը ուկրաինական բորշի հետ, ապա պետք է նկատենք, որ սլավոնական ուտեստի հիմքում քաղցրահամ բանջարեղեններն են՝ կաղամբը, բազուկը, սոխը, կարտոֆիլը, անուշահամ կանաչեղենը խառնված է լոլիկով եւ մսային արգանակով, այնինչ որ քրճիկը ունի թթվաշ համ։ Դրա հիմքում թթու կաղամբն է, առանց սոխակաղամբի։ Մսային բաղադրիչը հաճախ բացակայում է եւ հիմքը չորահատիկն ու կարտոֆիլն է։ Եթե բորշը պատմականորեն կապված է արևելյան սլավոնական մշակույթների հետ, ապա քրճիկը հայ կովկասյան, սրանք երկու տարբեր մշակութային խոհանոցների գլուխգործոցներ են։ Քրճիկի բաղադրությունը թթու կաղամբ, ծավար, տոմատով սոխառած եւ իհարկե այդ թթվի ջուրը։ Կա տարբերակ կարտոֆիլով, կա առանց կարտոֆիլի, բայց շատը ավելի կարտոֆիլով։ Այսինքն, եթե այդպես ասենք, ռուսական սալյանկայի մի տարատեսակներից մեկն է, ռասոլնիկներից կարելի ասել, որտեղ թթվի ջրի վրա է պատրաստվում հիմքը։ Ոմանց կարծիքով քրճիկն իր թթվային համով ավելի մոտ է գուցե ռուսական սալյանկային, որը համարվում է ավանդական արևելաեվրոպական ուտեստ, ուժեղ թթվային համով։ Սակայն սալյանկան սովորաբար պարունակում է աղացած վարունգ, կաղամբ, միս, երբեմն նաև ձուկ կամ սունգ։ Սալյանկայում հաճախ առկա է միս, ծխեցրած մթերք, երշիկ, ինչը դարձնում է այն հարուստ սպիտակուցներով, իսկ քրճիկը հաճախ բուսական է եւ հայտնի է իր պարզունակ կազմով։ Քրճիկը հայկական ավանդական կերակրատեսակներից է։ Ես ուզում եմ նախ նշել, որ ազգային եւ ավանդականը տարբեր բաներ են։ Ավանդույթը ձևավորվում է նույն բանը անելով մի քանի տարի կամ մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակ անելով, դա ավանդույթ է ձևավորվում։ Օրինակ մենք կարող ենք ասել, որ բորշի հայկական տարատեսակ, որը 200 եւ ավելի տարիներ մենք պատրաստում ենք։ Բայց դա ավանդական կարելի համարել, բայց ոչ ազգային։ Դա ազգային կերակրատեսակ չի, բոլորս գիտենք, որ դա համարվում է ուկրաինական, բայց ավելի խորքային դա հռոմեական կերակուր է, որովհետև բորշը տարածաշրջան են բերել հռոմեացի լեգիոներները։ Բայց հիմա Ուկրաինայում որքան քաղաք կա, այդքան տարբերակ բորշի։ Այնպես որ քրճիկը ավանդական հայկական ապուր է, պատրաստված թթու կաղամբից եւ չորահատիկներից, հատկապես բնորոշ Հայաստանի լեռնային շրջաններին։ Իսկ քրճիկ վերնագիրը կարող է խորհրդանշել ուտելիքի կառուցվածքը կամ պատրաստման ձևը, փոքր կտորների, քերած կամ խաշած բաղադրիչների հետ կապված։ Այնպես որ քրճիկը բուն հայկական ուտեստ է։ Իմացեք այս մասին եւ տարածեք այս տեսանյութը, թող աշխարհն էլ իմանա։